Ապրիլի 24-ը մեզ համար միայն հիշատակի օր չէ, այն առիթ է ևս մեկ անգամ մեր պատմությունից դասեր քաղելու, պահանջատեր լինելու և վերածնունդը արժևորելու համար։ Կինո, ասենք, առանձնացրել է 10 կարևորագույն ֆիլմ ցեղասպանության մասին, որոնք պետք է տեսնի յուրաքանչյուրը։ Արարատ Ատոմ Էգոյանի այս բարդ և բազմաշերտ դրաման քննարկում է, թե ինչպես է ցեղասպանությունն ազդում սերունդների վրա տասնամյակներ անց։ Ֆիլմը փորձում է գտնել պատասխանը, ինչպես պատկերել անցյալի սարսափը արվեստում։ Մայրիկ, Անրի Վերնոյի այս կինոնեկարը հայ ընտանիքի ոդիսականն է, որը ցեղասպանությունից հետո փորձում է նոր կյանք սկսել Մարսելում։ Այն սիրո, հիշողության և հայ մնալու պայքարի մասին ամենահուզիչ պատմությունն է համաշխարհային աստղերի մասնակցությամբ։ Նահապետ հայկական կինոյի գլուխգործոցը, որը պատմում է ցեղասպանությունից փրկված և ընտանիքը կորցրած նահապետի մասին։ Ֆիլմը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը, թե ինչպես է այրված հողի վրա մարդը նորից տուն կառուցում ու այգի տնկում։ Ձորի միրում ֆիլմը ներկայացնում է հարազատներին կորցրած սասունցի մարդու ճակատագիրը, ով ցեղասպանությունից հետո փորձում է գտնել իր հոգու խաղաղությունը Արևելյան Հայաստանում։ Սա պատմությունը ներքին ցավի և ապրելու կամքի մասին։ Խոստումը հոլիվուդյան ամենամասշտաբային ֆիլմը, որի սյուժեն սիրո պատմության, Օսմանյան կայսրության վերջին օրերի և հայերի տեղահանության մասին է։ Այն բացառիկ հնարավորություն էր աշխարհին ևս մեկ անգամ պատմելու մեր ողբերգության մասին։ Պատույտների ագարակը Իտալացի Տավիայանի եղբայրների այս ֆիլմը պատմում է Անատոլիայում ապրող ունևոր հայ ընտանիքի մասին, որի անդորրը խախտվում է պատերազմով և կոտորածով։ Այն մարդկային ճակատագրերի կործանման պատմություն է, ժամանակի դաժան քաղաքականության պատճառով։ Սպի Ֆաթի Հաքինի այս ֆիլմը պատմում է Մարդինում բնակվող Դարփին Նազարեթի մասին, ով հրաշքով փրկվում է և անցնում հազարավոր կիլոմետրեր իր կորած դուստրերին գտնելու հույսով։ Սա լուռ, բայց խորը ցավով լեցուն ճանապարհորդություն է։ Արամ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի այս ֆիլմն անդրադառնում է ցեղասպանության արձագանքներին տասնամյակներ անց։ Այն պատմում է փարիզաբնակ մի ընտանիքի մասին, որտեղ որդին, Արամը, ընտրում է զինված պայքարի ճանապարհը, ստիպելով աշխարհին խոսել հայերի հանդեպ կատարված անարդարության մասին։ Կոմիտաս Դոն Ասկարյանի ֆիլմը նվիրված է հայ երգի հանճարին, Կոմիտաս վարդապետին։ Այն պատկերավոր կերպով ներկայացնում է մեծ երաժշտի ներաշխարհն ու այն հոգեկան ցնցումը, որը նա ապրեց տեսնելով իր ժողովրդին բաժին հասած աղետը։ 1915 հոգեբանական թրիլեր, որի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում Լոս Անջելեսի թատրոններից մեկում։ Ֆիլմն արտացոլում է ժխտողականության և անցյալի հետ առերեսվելու թեմաները յուրահատուկ կինոլեզվով։ Այս ֆիլմերից յուրաքանչյուրը մի հուշարձան է, կերտված կինոժապավենի վրա։ Դրանք ցեղասպանության և հայ ժողովրդի վերածննդի վավերագրությունն են, արդարության ու ճանաչման պահանջով։ Իսկ ո՞ր ֆիլմն է ձեր վրա թողել ամենամեծ ազդեցությունը։ Գրեք մեկնաբանություններում։